2025 թվականը Նյումեգ հրատարակչությունն ամփոփում է 45 նոր գրքով հայ հեղինակներ, համաշխարհային բեսթսելերներ, գեղարվեստական, պատմագիտական, քաղաքագիտական, անձնական աճի, բիզնեսի զարգացման ու բոլոր տարիքային խմբերի համար նախատեսված մանկական նոր գրականությամբ։ Որքան դուք եք հետաքրքրված այս փառատոնով, այնքան մենք ենք հետաքրքրված ձեր կարծիքով, ձեր արձագանքով։ Տարին սկսվեց Նյումեգի ձմեռային փառատոնով, 10-րդ անգամ անցկացվող գրքի ու արվեստի փառատոնը տևեց 12 ժամ։ Ամենամասշտաբային գրքատոնն այս տարի էլ անցկացվեց գիրք նվիրելու օրվան ընդառաջ։ Համերգային մեծ շոու, պանելային քննարկումներ, ցուցահանդես ու բանաստեղծական երեկո։ Փառատոնի գլխավոր իրադարձությունը 4 հայ հեղինակների 4 նոր գրքերն ու 1 ամսագիրն էին։ Summerfest-ին այս տարի միացավ նաև հրատարակչության մանկական փառատոնը Երազի գիրքը։ Kids Fest-ը փոքրիկ ընթերցողների համար ներկայացրեց միանգամից 5 նոր գիրք, երաժշտական ծրագիր ու մանկական շոու։ Ամառային փառատոնն անցավ 2 օր, նոր ու աննախադեպ գիր, գինի, ջազ կոնցեպտով, 10 նոր գրքով մեծերի ու փոքրերի համար ու 1 ֆինանսական ամսագրով։ Summerfest-ի գլխավոր նորամուծությունը գինու համտեսն էր, 6 հայկական գինեգործական ընկերություններ ներկայացրեցին իրենց արտադրանքը, պատմեցին գինու մշակույթի ու ավանդույթների մասին։ Աշնանային փառատոնը, որ Նյումեգն անցկացնում է արդեն 3-րդ անգամ գրքի ու արվեստի Ֆրանկոֆեստ միջազգային փառատոնն է։ Առաջին անգամ ֆրանսիական հեղինակավոր Գոնկուր գրական մրցանակի հայաստանյան ժյուրին հայտարարեց իր ընտրած դափնեկրին։ Նյումեգը հրատարակեց առաջին Գոնկուր Հայաստանի դափնեկիր գիրքն ու եւս 3 ֆրանսալեզու նոր գիրք։ Փառատոնից փառատոն ընկած ժամանակահատվածներում Նյումեգն այս տարի կազմակերպեց 2 մեծ գիտաժողով։ Գյուլբենկյան հիմնադրամն ու Նյումեգը անցկացրին երկօրյա նոր միտք, նոր թարգմանություն ֆորումը։ Ֆորումի առաջին օրը հայերեն թարգմանությամբ հոգեբանական 3 գրքի շնորհանդեսներից բացի եղան հետտրավմատիկ սթրեսը, կորուստը հաղթահարելու մասին քննարկումներ։ Համաժողովի երկրորդ օրն անցավ աշխարհն ու մենք խորագրով։ Կես դար անց առաջին անգամ հայերեն հրատարակությամբ ներկայացվեց Էդուարդ Սաիդի Արևելաբանություն կոնցեպտուալ գիրքը։ Ֆորումի մյուս գիրքը կոտրված Վահան ձեռնարկն է, որտեղ ամփոփված են հայ ու միջազգային հեղինակավոր փորձագետների վերլուծություններն Արցախյան վերջին պատերազմի ու դրա նախընթաց շրջանի մասին։ Եվս մեկ գիտական կարևոր մեկ շաբաթյա համաժողով ապրիլին էր։ Նյումեգ հրատարակչությունն ու հայ բարեգործական ընդհանուր միությունը ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գիտական շաբաթում ներկայացրեցին Վահագն Դադերյանի հայոց ցեղասպանության պատմագիտական նշանակության բացառիկ աշխատությունը Թաներ Աքչամի նոր գիրքն ու արցախյան հակամարտության մասին ֆոտոալբոմ։ Ցեղասպանագիտության շաբաթն ամփոփվեց ապրիլի 24-ին վերաիմաստավորելով ցեղասպանությունը 21-րդ դարում խորագրով քննարկումով։ Նյումեգն այս տարի մասնակցեց նաև գրքի Երևանյան միջազգային փառատոնին, որտեղ ներկայացրեց ամերիկյան ժամանակակից դասական Ջոնաթան Ֆրանզենի Խաչմերուկներ վեպն ու ինքնագիր ամսագիրը։ Գրքերի տաղավարով ներկայացավ Կապանում ու Գյումրիում, մասնակցեց նաև Սևան Ստարտափ Սամիթ ամենամյա ոչ ֆորմալ բրանային բիզնես ֆորումին ու Career City Fest-ին։ 20-ամյա Հոբելյանի առիթով Digitech-ին միացավ նաև Նյումեգ հրատարակչությունը որպես բովանդակության գործընկեր։ Տարվա ընթացքում Նյումեգի թիմը ներկա եղավ նաև միջազգային գրական գլխավոր իրադարձություններին, մասնակցեց Ֆրանկֆուրտի միջազգային գրքի տոնավաճառին, Սոֆիայի միջազգային գրական ծրագրին ու Մոսկվայի միջազգային հրատարակչական շաբաթվան։ Տարվա ընթացքում Նյումեգը Հայաստան հրավիրեց 6 հեղինակի, որոնք Հայաստանում մասնակցեցին իրենց գրքերի հայերեն հրատարակության շնորհանդեսներին ու գրքարշավով եղան Երևանում ու մարզերում։ Ֆրանսիացի ժամանակակից գրող փիլիսոփա Պասկալ Բրուկները ներկա էր Ֆրանկոֆեստ միջազգային փառատոնին ու իր «Իմ փոքրիկ ամուսինը» գրքի շնորհանդեսին։ Մարզվիր ու հաջողիր գրքարշավին Հայաստանում մասնակցեցին կանադահայ բիզնես խորհրդատու Քրիստոֆեր Դեդեյանն ու գրքի համահեղինակ Մեթյու Դյուբրիկը։ Շվեյցարացի ֆոտոլրագրող Դեմիր Սյոմնեզը Արցախյան վերջին պատերազմի ամբողջ արհավիրքը ներկայացրեց իր ֆոտոալբոմ հուշագրության շնորհանդեսին։ Թուրք պատմաբան Թաներ Աքչամը Նյումեգի կազմակերպած ցեղասպանության շաբաթվա ընթացքում մասնակցեց իր ցեղասպան պետության ակունքները ձեռնարկի շնորհանդեսին, խոսեց թուրքական ժխտողական քաղաքականության մասին։
Թիմ ինչպես հասցնել բոլոր գործերը համաշխարհային բեսթսելերի համահեղինակ Էդվարդ Լամոնտը Հայաստանում խոսեց իր գրքի արդյունավետության ու թիմային մակարդակում հաջողության հասնելու GTD մեթոդի մասին։ Նյումեգն Էդվարդ Լամոնտի հետ Հայաստան էր հրավիրել համաշխարհային ևս 3 խոսնակների։ Դեռ 2024-ին սկսված Նյումեգի մարզային գրքատվության ծրագիրը 2025 թվականին հասավ աննախադեպ մասշտաբի։ Մարզային 14 գրադարաններ անվճար ստացան Նյումեգի 500-ական գիրք։ Գրադարաններից շատերը հիմնադրումից ի վեր նման քանակի գրքերով համալրվում էին առաջին անգամ։ Տարվա ավարտին Նյումեգն իր ընթերցողներին ու համախոհներին ներկայացրեց միանգամից 2 առաջարկ։ Նոր տարվա հետ կմեկնարկի նաև Newmeg Signature Club-ը, գրքասերների ու համախոհների համայնք, որի անդամներն ամեն ամիս կստանան 2 նոր գիրք ու կմասնակցեն փակ ակումբի հանդիպումներին, բացառիկ թեմաներով վարպետության դասերին, կօգտվեն հայ դիզայներների կապսուլային հավաքածուներից ու զեղչերից։ Նյումեգն առաջին անգամ ներկայացավ նաև իր վաճառքի առանձին տարածքով։ Newmeg Book Salon-ը գտնվում է G-Space ուրբան սրճարանի տարածքում Թումանյան 35 հասցեում։ Այստեղ Newmeg-ի գրքերը կվաճառվեն մշտական զեղչով, կանցկացվեն Signature ակումբի հանդիպումներն ու քննարկումները։ 2025 թվականը իսկապես ահռելի 45 գիրք պատկերացնում ես։ Մեծ աշխատանք եւ 2026-ը դեռ նոր է սկսվել։ Իսկ մենք շատ ուրախ ենք, որ ամբողջ տարվա ընթացքում կարողացել ենք հատ անդրադառնալ այդ բոլոր գեղեցիկ գրքերին, որը այո, Եվ այսօր եւս Newmeg հրատարակչությունն այս տարի հայերենն է հրատարակելու Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու նախկին ավագ Հենրիկ Մխիթարյանի «Իմ կյանքը միշտ կենտրոնում» ինքնակենսագրականը։ Գրքի համահեղինակն է Ալեսանդրո Ալչատոն։ Այո, թե երբ կլինի գրքի շնորհանդեսը կպատմի Newmeg-ի գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանը, մեր մշտական եւ սպասված հյուրը։ Բարի լույս Անի, շնորհակալություն հյուրընկալվելու համար։ Բարի լույս, շնորհակալ եմ համար։ Շնորհավորում ենք ձեզ բոլոր անցած տոների կապակցությամբ եւ շատ ուրախ ենք, որ 25 թվականը եղել է այսքան առատ իրադարձություններով, վստահ ենք, որ 26 թվականը, այո, չի զիջելու, հակառակը գերազանցելու է։ Խոսենք երևի թե ամենասպասված նորությունից։ Երբ է լույս տեսնելու Հենրիկ Մխիթարյանի գիրքը։ Այստեղ պետք է լիներ տա-տա-դա-դամ։ Այո, որովհետև գրքի իտալերեն տարբերակի լույս ընծայումից անմիջապես վայրկյաններ անց մեր երկրպագուները, ընթերցողները անդադար մինչև այս պահը գրում են երբ է այդ պատմական օրը լինելու եւ այդ օրը Հենրիխի գիրքը մենք կներկայացնենք հայ ընթերցողի դատին եւ երկրպագուներին կնվիրենք այն Newmeg-ի ձմեռային փառատոնի ժամանակ եւ այն տեղի կունենա փետրվարի 7-ին Twin Music Hall-ում։ Հրաշալի։ Այո, մեծ նորություն։ Օրը փետրվարի 7-ին։ Հրաշալի է, գիրք նվիրելու օրը կա պատկերացնում ես, քանի մարդ մյուսին ուղղակի կերջանկացնի։ Ընդամենը 12 օր հետո։ Երկրպագուները։ Մի քանի շաբաթ շաբաթ, այո, հրաշալի տարբերակ ձեր սպորտասեր եւ առհասարակ սպորտ երկրպագող, ֆուտբոլ երկրպագող մարդկանց նվիրելու համար։ Կարծում եմ, որ շատ մոտիվացնող է, բայց անի մեզ եւս հետաքրքիր է, քանի որ երկրպագուների կողմից շատ սպասված է, չգիտեմ, իտալերենով ընթերցողներ եղել են հայերի մեջ թե ոչ, բայց հետաքրքիր է, ինչ դրվագներ կընթերցենք գրքում, ինչեր կպատմի գիրքը մեզ Հենրիխի մասին։ Դուք նշեցիք սպորտային ընթերցողներին հատկապես, որ կհետաքրքրի, բայց ես որպես գրքի համաթարգմանիչ նաև կարող եմ վստահեցնել, որ ոչ միայն սպորտի կամ ֆուտբոլով հետաքրքրվող մարդկանց համար է այս գիրքը, սա մի մարդու, մի տղայի պատմություն է, որը չընկճվելով եւ կանգ չառնելով կյանքի անդառնալի կորուստների, դժվարությունների, կարիերայի եւ անձնական կյանքի տարբեր դժվարությունների առաջ, բարդությունների առաջ նա գնացել է առաջ աշխատանքի, ջանասիրության շնորհիվ։ Հենրիխը այսօր այնտեղ է միայն այն բանի համար, որ ինքը ֆանտաստիկ աշխատասեր է, լավ մարդ է իր տեսակով եւ հենց գրքում այդ լեյտմոտիվը շատ հետաքրքիր ձևով նշվում է եւ շարունակվում է առաջին իսկ տողից մինչեւ վերջին տողը եւ այս գիրքը ներողություն հատկապես Հենրիխի եւ
հոր Համլետ Մխիթարյանի այսպես ասած կարոտի պատմությունն է, որովհետև գիրքը թարգմանելու գրքի վրա աշխատելու ընթացքում այդ կարոտի, ցավի զգացողությունը, ջերմությունը այնքան ակնհայտ էր եւ այնքան շատ էր զգացվում, որ վստահ եմ երկրպագուները եւ ընդհանրապես բոլոր հայերը, որ պարտանում են Հենրիխով, ընթերցելիս այս գիրքը կփշաքաղվեն, կհուզվեն Հենրիխի հետ, կկարոտեն եւ կուրախանան, կողքեվորվեն։ Նորովի կբացահայտենք։ Բնականաբար նորովի կճանաչենք եւ նորովի ես կասեի կգնահատենք Հենրիխին, որովհետեւ ամենակարևորը ինձ թվում է հենց դա է։ Այո, թվում է թե շատ հեշտ է այդ հաջողակ մարդկանց հաջողության հասած մարդկանց ճանապարհը թվում է շատ հեշտ է։ Նրանք ուղակի հայտնվեցին Ինտերում, Մանչեսթեր Յունայթեդում, չգիտեմ, Արսենալում եւ համաշխարհային մեծության մարդկանց հետ աշխատեցին ու աշխատում են, բայց այնտեղ հասնելու ճանապարհը, այնտեղ հասնելու կամքի ուժը դա պարզապես ֆանտաստիկ է եւ դա ուղղակի պետք է ոգևորի մարդկանց, որ իրենք էլ իրենց կյանքի, իրենց ոլորտում, իրենց չափում ձգտեն մաքսիմալին, ձգտեն լավագույնին եւ այդ ճանապարհին չկորցնեն իրենց կարևորը մարդկային հատկանիշները, լավ մարդ լինելը։ Այո, եւ փաստորեն անձի մոտիվացիայի մեծ գաղափար կա։ Իհարկե, ինձ թվում է ամենակարևորը հենց ես օրինակ վստահ եմ, որ Մեսսիի մասին կա, Քրիստիանո Ռոնալդոյի մասին կա։ Եւ մենք ենք այդ գրքերը հրատարակել։ Հա, Էլին Նյումեգն է հրատարակել։ Ինձ թվում է այս բոլոր գրքերը ընթերցել եմ որոշ հատվածներ, ինձ թվում է հենց այդ մարդուն անհատին մոտիվացնելու եւ իր սեփական հաջողության պրիզմայով այդ հաջողությունը կիսելու մասին է։ Բայց ինձ հետաքրքիր է կա արդյոք հայկական ֆուտբոլի մասին եւ հայկական ֆուտբոլում իր ներդրման ու դրանից այդպես հեռանալու մասին դրվագներ։ Գիտեք, որ Հենրիխը շատ համեստ մարդ է եւ այս գրքում չեք գտնի այդպիսի անպագորգոր հայտարարություններ, պնդումներ եւ հայտարարություններ, թե ինքը լավագույնն է եւ ունի այսինչ ներդրումները։ Մարդիկ, որոնք տեսել են Հենրիխի ճանապարհը, իրենք արդեն գիտեն, թե ով է Հենրիխը, ինչ նշանակություն ունի նրա կերպարը հայկական ֆուտբոլի առհասարակ մեր պատմության, մեր այսօրվա ժամանակի համար, նա ոչ միայն ֆուտբոլիստ է, հա, Հայաստանի դեսպանն է, ներկայացուցիչն է ամբողջ աշխարհում, եւ այդ մասին ընթերցողը տողատակում կզգա։ Ընթերցողը ինքը կհամոզվի, թե ինչու է Հենրիխը մեծություն, մեր օրերի մեծություններից մեկը։ Եվ կենթանի լեգենդ մեր կողքին ապրող։ Իհարկե, միանշանակ դա անհերքելի փաստ է եւ շատ ուրախ ենք այդ առիթով։ Անի փետրվարին լինելու է նաեւ ձմեռային ֆեստը, Նյումեգի փառատոնը։ Կխնդրեմ մի փոքր դրա մասին խոսել։ Միշտ Նյումեգի փառատոնները առանձնանում են հետաքրքիր իրադարձություններով, հրատարակումներով։ Միայն լինելու է Հենրիխ Մխիթարյանի գիրքը, թե էլի ուրիշ նորություններ կան, որ մարդիկ սպասեն։ Ինչպես գիտեք, ավանդաբար մենք ձմեռային փառատոնին ներկայացնում ենք բացառապես հայ հեղինակների եւ բնականաբար Հենրիխի գիրքը օրվա գլխավոր իրադարձությունն է լինելու, բայց ոչ պակաս կարևոր եւ հետաքրքիր են նաեւ մյուս 3 գրքերը, որ եւ հեղինակները, որոնց այդ օրը ներկայացնելու ենք, հերոստամեկնաբան, լրագրող Մարիաննա Հակոբյանի լրագրողական թրիլերն է լինելու, որը շատ հետաքրքիր է գեղարվեստական ոճի ընթերցողների համար, էլի մեր օրեր, մեր ժամանակներ եւ ժամանակակից մարդու լրագրողի ապրումների մասին է, նաեւ ունի դետեկտիվ տարեր, շատ հետաքրքիր, այսպես ասած, արագ ընթերցվող ու կլանող գիրք է լինելու Մարիաննայի գիրքը, Նյումեգի եւ Թովմասյան հիմնադրամի հայտարարած գրական մրցույթի դափնեկիր Դավիթ Գեորգյանի գրական դեբյուտն է լինելու, Դավիթը ռազմական բժիշկ է, շատ համեստ գրականությունից հեռու անձնավորություն, որի առաջին քայլերն են այս ոլորտում եւ գիրքն էլ գիտաֆանտաստիկ գիրք է պատմական անդրադարձով, շատ նույնպես հետաքրքիր եւ այս ժանրի գրքեր հայկական հայ հեղինակներից շատ չունենք, այնպես որ Դավիթը կարող է ամրապնդել իր դիրքերը հայկական գրական ոլորտում եւ մյուսը նոն
non-fiction ժանրից է, Գոր Կարապետյանի գիրքն է LinkedIn-ի մասին, ինչպես ճիշտ եւ պրոֆեսիոնալ LinkedIn հաշիվ ունենալ եւ պրոֆեսիոնալ ներկայանալ այդ հետաքրքիր հարթակում շատ կարևոր է եւ այնպես ուղեցույց գիրք է, այնպես որ մենք 4 նոր գիրք ենք ներկայացնում։ Դե ինչպես միշտ բազմաժանրություն է ապահովված է եւ իհարկե շատ ուրախալի փաստ, որ իսկապես անդրադարձ է հենց հայ հեղինակներին ձմեռային փառատոնի հետ կապված։ Մեկ այլ ուրիշ այո, ես շատ կարևոր այո, հենց մենք ենք լուսաբանել, այս ավելի շուտ մենք եւս լուսաբանել ենք դրա մասին։ Ամիսներ առաջ տեղի ունեցավ Newmeg-ի Signature Club-ը, Signature ակումբի ստեղծումը եւ նաեւ դրա արդեն, այսպես ասած, գործի դնելու process-ը գրքասերների ու համախոհների ակում, որտեղ որ մարդիկ հավաքվում են ու շատ հետաքրքիր Արտակ Ալեքսանյանը մեզ ներկայացրեց, թե ինչ լավ բան է իրենց ներկայացնում այն։ Ու գիտենք, որ հենց առաջին հանդիպման ժամանակ էլ հայտարարել եք Հենրիխ Մխիթարյանի գրքի թարգմանության մասին։ Այսպիսի հարց, արդյոք հնարավոր է, քանի որ կար 100 անդամ, ընդամենը 100 անդամ էր լինելու, արդյոք կա հնարավորություն կրկին միանալու թիմին, ավելանալ։ Newmeg-ի գրական ակումբի մասին մենք հայտարարեցինք, ինչպես նշեցիք, աշնանը նոյեմբերին եւ արդեն դեկտեմբերին մենք ունեինք այդ 100 համախոհները, որ հավաքվել էին մեր այս հետաքրքիր գաղափարի շուրջ եւ շատ ուրախ ենք, որ տարբեր ոլորտների եւ հետաքրքիր ընթերցողներ են։ Նրանց հետ ծանոթությունը արդեն տեղի ունեցել հունվարի 10-ին մենք այդ ծանոթացման միջոցառում ունեցանք եւ մարդիկ էին, որոնք ուղակի մեր կողքին ապրող սովորական ընթերցողներն են, Newmeg-ի գրքերի երկրպագուներ ու սիրահարներն ընթերցողներն են։ Մենք նրանց սովորաբար հանդիպում ենք, որոշ մարդկանց բնականաբար ճանաչում ենք, որոշներին ոչ եւ մեծամասնությանը ոչ, եւ այդ մարդիկ ուղակի լուր այդ ընթերցողներն են, որ գրախանութի առաջ են եղած կանգնած, իսկ հիմա արդեն մեր գրական ակումբում են եւ նրանք կիսվելու են արդեն կարդացած, կարդալիք գրքերի մասին գրական քննարկումների ժամանակ։ Անդամագրության մասին, քանի որ պահանջը շատ մեծ է եւ անդամագրության երկու ձևաչափ կար, մեկը կես տարով, մինչև 6 ամիս ժամկետով կարող են մարդիկ անդամագրվել եւ 1 ամբողջ տարվա համար փաթեթը կա, եւ մենք որոշեցինք, որ քանի որ շատ են մարդկանց հնարավորություն տանք կես տարի անց անդամագրվել եւ արդեն կարող են Newmeg-ի կայքում սպասման ցուցակում իրենց հերթագրումը ապահովել, որպեսզի հուլիսի 1-ից կգործի արդեն նոր ակումբականների համար բաժանորդագրումը կբացվի։ Երբ խոսում ենք Արտակ Ալեքսանյանի հետ, ասաց, որ չգիտենք ինչ արձագանք ենք սպասում, բայց բնականաբար մեր բոլորի արձագանքը լավն էր։ Ինչպիսին էր ընթերցողների, համախոհների արձագանքը ու ինչ քննարկումներ տեղի ունեցան, ինչ կարծիքներ եղան։ Գիտեք, երբ միջոցառումը մենք որոշում ենք, թե երբ պետք է լինի եւ տոներից անմիջապես հետո հունվարի 10-ը գուցե մոտ էր, գուցե բոլորը չէ որ կարողանային գալ քաղաքում չէին լինի, ու երբ մարդկանց հրավիրում էինք, ու շատ կարճ ժամանակ կար, հա, նրանց հրավիրելու մեր զանգի եւ այդ օրվա միջև ժամանակահատվածը քիչ էր, մտածում ենք ամեն դեպքում գոնե 50%-ը գուցե կան, բայց պատկերացրեք, որ մարդկանց 90%-ը անդամագրված ներկա են եղել միջոցառմանը եւ նրանք ովքեր որ չեն եղել ուղղակի ֆիզիկապես չեն կարողացել, բայց ոգևորված սպասում էին այդ օրվան եւ ուզում էին որպեսզի մենք իրենց հետո փոխանցել ենք այն ինֆորմացիան, ինչ մյուսները լսել են։ Գրքասերը մնում է գրքասեր։ Ուզում եմ ասեմ, այդ ոգևորությունը եւ սպասումը մարդկանց շատ մեծ էր, մեր համար շատ ուրախալի էր եւ այս ամենը շատ պարտավորեցնող է, որովհետեւ Newmeg-ը փոխում է իր ընդհանրապես ռազմավարությունը այս ակումբով, մեր բոլոր շնորհանդեսները տեղի կունենան ձեր մոտ եւ գրքի ակումբի անդամների հետ ավելի ինտենսիվ կլինենք, իսկ ընդհանուր հանրության հետ արդեն մեր շփումները կլինեն Newmeg-ի գրական փառատոների ժամանակ եւ առաջիկա մեծ փառատոնը հենց ձմեռային փառատոնն է, որտեղ կարող են գալ եւ զեղչով գնել ձեր ասած գրքի տոնին ընթառաջ բոլոր նվերները եւ մասնակցել իհարկե Հենրիխի եւ մյուս հեղինակների գրքերի շնորհանդեսների։ Ակտուալ նվերը երբեք գիրքը չի կարող դառնալ օրինակ ինչ-որ մի պահի։ Հետո գիրքը երբեք շատ չի։ Այո, ընդհանրապես ընթերցելը լավագույն բանն է, եթե ունես ժամանակ։ Չէ, ունեմ, պետք չի մի նվիրի, երբեք չի լինի։ Այո, շատ շնորհակալ ենք Անի, որ մեզ հետ սկսեցիք նախ առավոտը, պատմեցիք այս կարևոր նորության մասին ու իհարկե ձեզ հաջողություն ենք մաղթում։ Սպասենք նաև այո շնորհանդեսին
Ես պատկերացնում եմ, թե ինչ է կատարվելու ամբողջ Երևանում դրանից հետո եւ ոչ միայն Երևանում, ամբողջ Հայաստանում։ Շնորհակալություն Անի ջան, ձեզ լավ օր եք մաղթում։ Ձնառած Երևանում խաղաղ հանգիստ երթևեք։ Փորձենք հասնել աշխատանքի վայր։ Շատ կարևոր է։ Շնորհակալություն։ Շնորհակալություն շատ։ Մենք զրուցում ենք Նյումեգի գրական ծրագրերի ղեկավար Անի Հակոբյանի հետ։ Նյումեգը գիրք նվիրելու օրվան ընթരാճ այս տարի նույնպես բոլորին հրավիրում է իր ձմեռային փառատոնին, որը տեղի կունենա փետրվարի 7-ին, ինչպես նշեցինք, եւ այդ օրը ֆուտբոլի սիրահարներն եւ ոչ միայն ընթերցողներ կկարողանան մասնակցել նաեւ Հենրիխ Մխիթարյանի գրքի շնորհանդեսին։ Ավելի շատ մանրամասներ իմանալու համար կարող եք հետևել Նյումեգի Facebook-յան եւ Instagram-յան էջերին։ Իսկ մենք շնորհակալ ենք Նյումեգին, ամբողջ թիմին, որ ֆանտաստիկ ֆուտբոլիստ ու բացառիկ հայ Հենրիխ Մխիթարյանի մասին այսպես բազմահազար երկրպագուների համար նման մեծ նվեր է պատրաստել ու մենք արդեն պատկերացնում ենք, թե ինչ անհամբերությամբ են սպասելու նրանք փետրվարի 7-ին։ Իսկ մենք ընկճում ենք կարճատև գովազդով, հետո վերադառնանք եւ շարունակենք մեր հագեցած եթերը, մնացեք մեզ հետ։